ներգրում ես հանցագործության, պետք է իմանաս, որ կարող է բռնվես, ու այդժամ գալու է պահաղատուցման, այսինքն պատասխանատվության, սեփական արարքների համար պատասխանատվության ուղին սկսում է ոստիկանությունից։ Կանգնի։ Եթե հանցագործը երեխա է, ապա պատասխանատվության ուղին անցնում է ծնողի հետ, այսինքն հենց որ բերմանը ենթարկվում անչափահասը, ոստիկանություն է հրավիրվում նաև ծնողը։ Մեր հերոսի հետ էլ նման պատմություն է եղել 1 տարի առաջ։ Տղան սակայն ամեն ինչ հանգիստ է պատմում։ Պատմությունը լավ է ապացվել։ Մեղադրանքը եղել է որպես գողություն։ Ես ոչ թե գողացել էի, այլ վերցրել էի, որ ինչ որ ժամանակահատվածում վերադարձնեի, պարզապես չէի հասցրել վերադարձնել։ Կային մանկական տեսուչներ, ովքեր աշխատում էին իմ հետ, իրանց ոչ ստել եմ, ոչ ասել եմ ես չեմ արել, ես մեղավոր չեմ, ոչ պարզապես հենց սկզբից բացատրել եմ ճիշտը։ Բայց ոչ բոլոր անչափահասներն են այսպիսի անհոգությամբ հիշում իրենց հանդիպումը ոստիկանության հետ։ Ամենայն դեպս նման եզրահանգման եկանք, երբ օրեր առաջ ծանոթացանք Եվրամիության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացված ուսումնասիրությանը, որը վերաբերում է Հայաստանում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների խնդրին։ Անանուն հարցումներին մասնակցել է 86 երեխա, որոնցից 77-ը նախկինում առնչվել է ոստիկանության հետ։ Երեխաները բոլոր վայրերի հիմնականում ոմանք ասել են, որ իրենց նկատմամբ շատ լավ են վերաբերվել, իսկ հարցվածներից մոտ 21%-ը հայտնել է, որ իրենց նկատմամբ վատ վերաբերմունք է եղել, թե հոգեբանական ճնշում, թե ծեծ։ Այս ուսումնասիրության արդյունքները ոստիկանության համար մեղմ ասած կասկածելի են, քանի որ անանուն աղբյուրների նշած խոշտանգումների փաստը որևէ կերպ ապացուցված չէ։ Կարծես խոսքը միջնադարի, այլ ոչ թե ժամանակակից Հայաստանի մասին լինի, զայրանում է Նելի Դուրյանը։ Նման ձևակերպումները ուղղակի անհեթեթություն են։ Հարց է ծագում, այս կան ապօրինություն։ Եվ ոչ մի դիմում բողոք, ոչ մի գանգատ, ոչ մի միջամտություն, յուրաքանչյուր երեխայի ետևից կանգնած են բազմաթիվ մեծեր, ծնողներ, փաստաբաններ, մանկավարժներ։ Հարցումներն իրականացրել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպության մասնագետները։ Վերջինները պարզաբանում են, թաքցրել են երեխաների ինքնությունը, քանի որ նրանք վախենում էին բացահայտ խոսել։ Երեխաները պատմել են, որ իրենց ասել են, մինչև չստորագրես, դու այստեղից դուրս չես գա։ Բարձրացեցին քննիչի մոտ, հետո ասցին չես ստորագրի, իջացնենք էլի ներքև, էլի կվատ վերաբերվենք եւ այլն։ Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը կարող էր եւ պետք է հորդորեր եւ համոզեր անչափահասին դիմեր պատկան մարմիններին։ Լավ, երեխաներն են վախենում, իսկ հասարակական կազմակերպությունները այսօր ցանկացած միջադեպի մասին տեղեկատվությունը վարկենապես տարածվում է համացանցում, սոցցանցերում։ Այդ ինչպես եղավ, որ ոստիկանությունում երեխաների խոշտանգումների կոնկրետ դեպքերի մասին ոչ ոք չի լսել։ Հարցնում է Տիկին Դուրյանը։ Այն դեպքերը, որոնք որ այո եղել են ինտերնետ ցանցում են հայտնվել եւ այլն, անմիջապես նման դեպքերին արձագանք է տրվել համապատասխան մեր ոստիկանության ղեկավարության կողմից։ Եվ այստեղ հարց է ծագում, իսկ ուր են այդ հասարակական կազմակերպությունները, որոնք այսօր այո, մեղմ ասած խոսում են նման դեպքերի մասին, ուր էին, որ չէին արձագանքում։ Այդուհանդերձ, ոստիկանությունում պատրաստական են համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ հնարավոր օրինախախտ ոստիկաններին հայտնաբերելու հարցում։ Վերջիններն էլ կարծես դեմ չեն գործակցությանը։ Մենք հայտարարությունով հանդես ենք եկել անաչառ ուսումնասիրության հրապարակավ բոլոր անանուն օրինակների ի հայտ բերելու համար նման ոստիկանը, եթե հանկարծ նույնիսկ լինի, ուրեմն նա չի կարող լինել մեր շարքերում եւ ամենախստագույն պատժի կենթարկվի ոստիկանության պետի եւ ոստիկանության ղեկավարության կողմից։ Մենք երեք ոստիկանության պետին ուղարկել ենք 2 դեպք, երբ անչափահասները դատարանի դահլիճում հայտարարել են, որ իրենց խոշտանգել են։ Հուսով եմ, որ ոստիկանությունը գուցեև բացահայտեն այդ հանցագործությունը, որ տեղի ունեցել, նկատի ունեն խոշտանգումների դեպք։ Միջազգային չափանիշների համաձայն, եթե ուղղակի կա հայտարարություն, հիմնավորված հայտարարություն, որ վատ վերաբերմունքի արժանացել անձը, ապա պետք է արդեն քրեական գործ հարուցվի եւ քննություն իրականացվի։ Ոստիկանությունը չի հրաժարվում այս գործով քննությունից, սակայն երեխաների հետ անանուն հարցումներից պարզ չէ, թե ով, երբ, ոստիկանական որ բաժանմունքում ում է ծեծել եւ ուրեմն ում դեմ քրեական գործ հարուցել։ Ոչ ոք չէր կարող հիմնավորել երեխաների պատմածները համապատասխանում են իրականությանը, թե ոչ։ Ինչ կուզենայիք փոխել այդ համակարգում, երեխաներից մի մասը պատասխանել են, որ կուզենայիք, որ ֆիզիկական ուժ չգործադրվի, ոտքերի տակ
դուբինկաներով չխփեն, դա իրենց երևակայությունը, թե դա իրականում նրանց հետ է կատարվել, թե իրենց ընկերների, մենք նույնպես չենք կարող ասել։ Պարզ չէ նաև, թե որը պիտի լիներ երեխաներին ծեծելու իմաստը։ Ոստիկանությունը հանրապետության տարբեր համայնքներում հասարակական կազմակերպությունների հետ ստեղծել է վերականգնողական կենտրոններ, որոնք ունեն հոգեբան, սոցիալական աշխատող, որտեղ էլ ուղարկվում են հանցագործության մեջ մեղադրվող շատ անչափահասներ։ Տարվա կտրվածքով հանցագործություն են կատարում շուրջ 400 անչափահաս։ Այս անչափահասներից ընդամենը 15 անչափահասը իր պատիժը կրում, անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում։ 385-ը գտնում են իրենց տանը, իրենց ծնողների մոտ։ Մնում է հուսալ, որ իրավապահ համակարգում տարատեսակ խնդիրների հայտնաբերման գործընթացում տեղական եւ միջազգային կազմակերպությունները չեն փորձի անհիմն պախարակել ոստիկանական ամբողջ համակարգը։ Ոստիկանությունն էլ ամեն ինչ կանի իր շարքերից ոստիկանի համազգեստը արատավորել փորձողներին հեռացնելու համար։ Արմեն Աթելյան, Հովհաննես Չապարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։